Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակել, թե ինչ կարող են գնել եւ վաճառել, ինչը դեռևս ուսումնասիրության process-ում է, գործընթաց է ընթանում։ Նիկոլ Փաշինյանն է ասել ճեպազրույցի ժամանակ նաեւ մանրամասնել, թե ինչպես է ստացվել, որ կոնկրետ ընկերություններ են զբաղվում ադրբեջանական բենզինի վաճառքով։ Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը արտահայտել է պատրաստակամությունը Ադրբեջանի վաճառել նավթամթերք։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է, որ մենք Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չենք գնում բենզին, որովհետև եւ այլն եւ այլն։ Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Եվ երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից երկու ընկերություն կապ են հաստատել։ Միջայլոց ասեմ, բոյկոտի դրսևորում առաջին խմբականակի ներկրման ժամանակ եղավ, որովհետև եղան ցանցեր, ովքեր հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը եւ մտավախությունը ճիշտ էր։ Եվ հիմա 1, 2, 3, 4-ին ես կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան եւ հնարավորությունը բաց է բոլորի համար եւ ով ուզենա կարող է դրանից օգտվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է օնլայն խարդախության դեպքի մասին, նշելով, որ քաղաքացուց Տելեգրամով գումար աշխատելու առաջարկի միջոցով խաբեությամբ հափշտակվել է շուրջ 2.4 միլիոն դրամ։ Նա քաղաքացիներին կոչ է արել լինել զգոն եւ չտրվել նման խարդախություններին։ Հունվարի 1-ից թոշակառուների համար հետվճարը կազմելու է 20% մինչև 10,000 դրամ, եթե նրանք ապրանքների դիմաց վճարեն անկանխիկ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցի իր էջում պարզաբանել է օրերս մեկնարկած այս փոփոխությունը։ Նախարարը նաեւ անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող մեկ այլ ծրագրի, որը վերաբերում է ոչ միայն թոշակ կամ նպաստ ստացողներին, այլև 18-ից բարձր բոլոր քաղաքացիներին։ Այս դեպքում էլ խոսքը 2% հետվճարի մասին է։ Տեսեք, սա վիզա քարտ է, իսկ սա արկա քարտ է, որի վրա գրված է արկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ վիզա կամ մաստեր փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ գույները կարող են տարբեր լինել եւ բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափ։ Այսինքն արկաքարտեր ունեցող բոլոր քաղաքացիները ամիսը մինչև 2% հետվճար կստանան, ամսական մինչև 60,000 դրամ, եթե գործարքները կատարեն անկանխիկ։ Մեծ հաշվով սա կառավարության կանխիկի շրջանառության նվազեցման քաղաքականության շրջանակում գործող ծրագիր է։ Հիշեցնում եմ նաև, որ մենք ունենք ապրիլի 1-ի վերջնաժամկետ ընդհանրապես ամեն ինչ անկանխիկ անցնելու կենսաթոշակների նպաստները, որին չարժե սպասել, արժե դա անել հնարավորինս արագ եւ օգտվել այս լավ հնարավորություններից։ Այստեղ սակայն առաջ են գալիս մի շարք հարցեր, նախ ինչու է առաջնահերթությունը տրվում հենց արկա քարտերին, այսինքն ո՞րն է արկայի բաժանորդների թիվը մեծացնելու կառավարության մոտիվացիան։ Պարզվում է արկայի աշխատանքի հիմնական շահառուն հենց պետությունն է։ Կենտրոնական բանկը տնօրինում է բաժնետոմսերի մոտավորապես 55%-ը եւ մնացած 45%-ը տնօրինում են տաք կոմերցիոն բանկերը։ 2000 թվականին այդպես է ձևավորվել։ Հիմա որ խնդիրը տանում է դեպի արկա համակարգ եւ արկա համակարգերի, այսպես ասած, ծառայությունների օգտվելու լրացուցիչ ստեղծելու քարտատերերի նոր զանգված, դա ինչ-որ իմաստով ընդունելի է։ Իսկ եթե քաղաքացիները հանդիսանում են ոչ թե վիզա, մաստեր կամ արկա քարտերի քարտապաններ, այլ օգտվում են այս կամ այն բանկի սեփական վճարային համակարգով աշխատող քարտերից, այդ դեպքում կարող են օգտվել կառավարության սահմանած հետվճարներից։ Այս դեպքում էլ փաստորեն գործում է արկան։ Բանկերը թողարկում են այդ իրենց բոլոր պրոցեսինգային քարտերը, այդ բոլոր քարտային հաշիվները միևնույն է, նրանք պրոցեսինգ են ենթարկում արկա այդ համակարգի միջոցով այդ վճարումների դիմաց գումարների գանձումը եւ այդտեղից համապատասխանաբար
հետվճարները նաև որոշակի դուրս հանումը եւ հետ վերադարձը, չէ, այս ամբողջը ապահովում է առկա համակարգի միջոցով։ Մասնագետները տեխնիկական այս խնդիրներից, սակայն հանրության ուշադրությունը հրավիրում են հետվճարի բուն նպատակի վրա։ Հայտարարվում է, որ դրա նպատակը համապատասխան չափով թոշակառուներին վճարվող գումարների ավելացումն է, այսինքն մարդկանց սոցիալական վիճակն է բարելավվելու։ Եթե կոմունալները հանում են, որտեղ հետվճար չկա, տրանսպորտի ծախսերը հանում են, հետվճար չկա, ընդհանրենք շուկաներում, գետնի վրա, ընդհանրենք սայլակներից առուտուրը, երբ որ կատարում բակային խախտերում, այստեղ եւս հետվճար չկա, չէ՞։ Մոտավորապես մի 15,000-ից 20,000 դրամ է մնում, որ նա կարող է ստանալ իր հետվճարը։ Այսինքն գետնի վրա ավելի շատ աղմուկ է, քան իրական ֆինանսական աջակցության անապահով խմբերի համար, եզրահանգում են մասնագետները։ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները տարեսկզբից ուժի մեջ են մտել։ Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այս մոտեցումը աշխատողների եւ գործատուների միջև հնարավոր խնդիրների լուծմանն է նպաստելու։ Գործատուներն ու աշխատողները այսուհետ կունենան պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր, այսինքն այն խնդիրը, որը մենք բազմիցս արձանագրել ենք, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, ստացվում է, որ հնարավորինս չի լինելու, քանի որ մենք հարթակում նախատեսել ենք բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը եւ անգամ շատ դաշտերի պարագայում ունենք հուշումներ, թե ինչպես այդ դաշտերը լրացվի, ինչը եւս բավականին կհեշտացնի գործընթացը։ Թվային տարբերակով պայմանագիր կնքելու դեպքում աշխատողը անմիջապես ունենում է պայմանագրի իր օրինակը, ամիսներով չի սպասում դրան։ Այս կերպ առավել ճիշտ ու համակարգված կիրականացվեն նաև վերահսկողական միջոցառումները։ Հետին թվով պայմանագրեր կնքել այլևս հնարավոր չի լինի։ Գործող աշխատանքային պայմանագրերը եւս այժմ արդեն հնարավոր է մուտքագրել էլեկտրոնային հարթակ։ Եթե արդեն իսկ գործատուն ստեղծում է պայմանագիր համակարգում, կարող է մյուս աշխատողների մասով ի ստեղծած պայմանագրի հիման վրա փոփոխություններ կատարել։ Պայմանական, եթե ինքը արդեն իսկ հաշվապահ է ընդունել աշխատանքի եւ այդ հաշվապահի մասով ստեղծել է պայմանագիրը, եւս մեկ հաշվապահ ընդունելու, ստացվում է գրեթե բոլոր դաշտերը միանման են լինել։ Ինքը մնում է փոխի անունը, ազգանունը, վարձատրությունը օրինակի համար, բայց այն հիմնական կարևոր կետերը արդեն իսկ ինքը կարող իր եղածի վրա աշխատելով անել։ Սա եւս մեկ հնարավորություն է, որը ճկունություն կհաղորդի, որ ամեն ինչ զրոյից սկսեն անել։ Էլեկտրոնային ստորագրության արկայությունը պարտադիր է աշխատանքային պայմանագիրը կնքելու համար։ Աշխատանքային պայմանագրի կնքման եւ հաստատման մասին քաղաքացիները տեղեկանում են անմիջապես։ Երբ որ աշխատանքային պայմանագիրը կամ մնացած էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրվում են գործատուի կողմից, անմիջապես արտացոլվում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի համապատասխան էջում, որը կոչվում է աշխատանքային պայմանագրեր, ու արդեն հասանելի են դառնում քաղաքացիներին։ Նաև նշեմ, որ գործատուի կողմից ստորագրվելուց հետո աշխատակցի էլեկտրոնային փոստին, որը որ նշվել է աշխատանքային պայմանագրում, ուղարկվում է ծանուցում այն մասին, որ առկա է աշխատանքային պայմանագիր եւ անհրաժեշտ է ստորագրել այն։ Եվ աշխատակիցը համապատասխան էջում կարող է դիտել իր աշխատանքային պայմանագրերի մնացած բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը ու համաձայնության դեպքում ստորագրել։ Ու նաև նշեմ, որ աշխատակցի կողմից ստորագրելուց հետո նույնպես գործատուն ստանում է ծանուցում, որ տվյալ աշխատակիցը արդեն ստորագրել է փաստաթուղթը։ Կարևոր նկատառում եկամուտների հայտարարագրումն ու պայմանագրերի ստորագրումը տարբեր գործընթացներ են։ Հայտարարագիր ներկայացրած անձինք եւս պետք է էլեկտրոնային տարբերակով կնքեն իրենց աշխատանքային պայմանագրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է շտապօգնություն ծառայություն, որտեղ ներկայացվել են իրականացված բարեփոխումները ու ներդրումները։ Ծառայությունը համալրվել է 7 նոր ժամանակակից շտապօգնության ավտոմեքենայով, իսկ 2026-ին նախատեսվում է ձեռք բերել եւս 7-ից 10 մեքենա։ Ներդրվել են թվայնացված համակարգեր, պլանշետներով կանչերի գրանցում եւ բուժառուների էլեկտրոնային հաշվառում։ 103 ծառայությունում զանգերի մոնիտորինգի շնորհիվ բաց թողնված զանգերը հասցվել են 0-ի։ Համակարգը ապահովում է ամբողջ հանրապետության կանչերի կենտրոնացված սպասարկում։ 2030 թվականին Հայաստանը պետք է ունենա առնվազն 3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այցելություն, իսկ туриզմից ստացվող եկամուտը պետք է կազմի շուրջ 3.8 միլիարդ դոլար, որից մոտ 750 միլիոն դոլարը կարող է գնալ պետական բյուջե։ Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2026-30 թվականների ռազմավարական ծրագիրը եւ դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը։ Կառավարության ներկայացուցիչներին լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ
2025-ի դեկտեմբերին օրինակ Հայաստան է այցելել գրեթե 140,000 զբոսաշրջիկ, իսկ ամբողջ տարվա ընթացքում ավելի քան 2,263,000 զբոսաշրջիկ է եկել Հայաստան։ Մասնագետները սակայն туриզմի զարգացման մասով այդքան էլ լավատես չեն։ 2023 թվականից սկսած մենք չունենք զգալի աճ, այսինքն 2023 թվականի 2.3 միլիոն էր, 2024 թվականի 2.8 միլիոն, իսկ նախնական տվյալները 2025 թվականի նույնպես 2.2 միլիոն է։ Այն մարդը, որ 24 ժամից ավել ժամանում է եւ մնում է տվյալ պետությունում, համարում է զբոսաշրջիկ։ Եվ այս պարագայում, ասենք, մի մարդը մի տարվա ընթացքում կարող է մի քանի անգամ զբոսաշրջիկ հանդիսանալ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ կառավարության ծրագրով գերակա ոլորտներում ներդրում իրականացնող գործարարները ազատվում են երրորդ երկրներից ներմուծվող հումքի եւ սարքավորումների մաքսատուրքից։ Նախորդ տարի աջակցություն է ստացել 67 նախաձեռնություն, ստեղծվել է 3405 աշխատատեղ, իսկ ծրագրի շրջանակում շուրջ 100.5 միլիոն դոլար մնացել է Հայաստանի տնտեսությունում, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանն ու հարկային մուտքերին։ Նախարարը նշել է, որ արտոնությունը հասանելի է բոլոր ներդրողներին առանց բացառության։ Սևանա լճից սիկ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ Շորժա Վարդենիշ ճանապարհին կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած Opel Zafira Magnishi ավտոմեքենան։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ պարեկները մեքենայում հայտնաբերել են սիկ տեսակի 1456 ձուկ ընդհանուր 603 կիլոգրամ քաշով։ Ըստ վարորդի ձկները ձեռք է բերել Վարդենիսում անծանոթ անձից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Այս նա հիմին որ մոտիկ ասում եմ, այսի խմելու ջուրն է, այսի։ Սա որ փագել են սառելու հետևանքով։ Նոր տարին Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մոտ 60 տան բնակիչ դիմավորել է առանց խմելու ջրի։ Ջրի խողովակն ամսի 30-ին էր սառել։ Սկզբում ըստ քաղաքացիների վեոլյա ջրից չեն պատասխանել, հետո էլ հորդորել են գյուղապետարան դիմել։ Ամեն բացել փակելու ջանգաջուր է գալի, միշտ դիմել ենք, ասել են նորմալ ջուր կտանք, միշտ սպասել ենք, բայց էսի արդեն տարերար վիճակը։ Ինչքան մեր ուժերով հնարավոր էր բացել ենք, բայց այս գետի մեջը տեխնիկա է պետք, անդունդա, ձորա։ Տեխնիկա է պետք, թո տեխնիկա տրամադրեն, մենք մեր ուժերով էլի կշարունակենք բացելը, մինչև գարունը բացվի մեզ նորմալ ջուր տա։ Այն, որ բնակիչները ջուր չունեն, դա հարցի մյուս կողմն է։ Հավաքվածները հատկապես կարևորում են ջրի կորուստը, պատասխանատուներին հրատապ քայլեր ձեռնարկելու կոչ անում։ Հիմա խնդիրը այս ձորի մեջ չի բացելն է, որ տեխնիկա է պետք։ Այս խմելու ջուրը sense գնում կորում։ Մեծ ասակ մարդը նշում էր, որ այստեղ 2 տարի է անընդհատ ասում են ինչ որ տենդերա շահ է եւ գալու է ջրագիծը անցկացնել, բայց չկա։ Զանգում ենք իրենց, ոչ մեկը չի գալու։ Հնարավորություն ունենք ստանալու, մի գծից ջուր տան մեզ։ Այն գծից կարա մեզ ջուր տան, որ արամուսից գալիս է։ Չեն տալի։ Այն տունը ստանում է այդ ջրից, այն ներքևի տունը։ Բայց այս 60 տունը Վեոլյա ջուր ընկերությունից հորդորել են համայնքապետին դիմել։ Հավաքվածներն էլ այս կերպ Կոտայքի մարզպետին են դիմում խնդիրը հիմնովին լուծելու համար։ Այս մինի աղբանոնցը Բյուրեղավան քաղաքում է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության մոտ տեղադրված աղբամաններն այնքան լիքն են, որ բնակիչները չգիտեն այլևս աղբը ուր թափել։ Կոտայքի մարզի քրեական վարչության մոտ է 1, 2, 3, 4, 5, 6, 7 աղբամանները ամբողջությամբ լցված է ու արդեն աղբը լցվում է դրսում։ Իսկ քաղաքապետարանը Բյուրեղավանի կարելի ասել իր քթի տակ մի քանի մետր այն կողմա գտնվում։ Դա թափառող շներ կան նաև, բայց կարծես թե անվտանգ շներ են։ Հակասանիտարական վիճակ է նաև քաղաքի առաջին թաղամասում, աղբահանությունը չի իրականացվել, իսկ թափառող շներն այս ու այն կողմ են տարածում։ Այս բոլոր շենքերն միայն այստեղ տեղադրված աղբամանները։ Թիվ 41 երթուղին գալիս է Սարաշ ճանապարհով, ուղևորները տեղափոխում, իսկ այստեղ էլ տեսնում եք կա 12 բնակելի շենքեր եւ այդ 12 բնակելի շենքի համար այս 4 աղբարկղներն է տեղադրված քաղաքապետարանի կողմից ու այսօր հունվարի 7-ն է աղբը տեսեք ոչ միայն լցված է, այլ նաեւ արդեն դուրսն է լցվում
ու դրա պատասխանատուն Բյուրեղավանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներն են։ Սահադաշտ մտնելու հմտություններ ունենաս ճանապարհը լրի մերկասառույց աղբնել Բնակիչները պատասխանատուներին գոչ են անում օպերատիվ գործել, հաղթահարացնել, մաքրել տարածքը։ Հունվարի 5-ին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են 34-ամյա Հասմիկի Միցուբիշին, 50-ամյա Թաթուլի Մերսեդեսը եւ 42-ամյա Գրիշայի Լադան, իսկ որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ Մերսեդես հայտնվել է ձնագույտերի մեջ։ 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Ճանապարհի այդ հատվածում մերկացառույց է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Հունվարի 5-ին Ծովագյուղ շորժաճանապարհին բախվել են Mitsubishi Outlander-ը եւ D տեղափոխող Mitsubishi Grandis-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է կամրջի բետոնե պատնեշին։ Մեկ ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Հավաքվածներն էլ հայտնել են, որ վիրավորին ու վարորդներին առաջին օգնության են հասել այդ հատվածում ծառայություն կատարող ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանության ծառայողները։ Ժամանել են նաև համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Մերկասառույցի պատճառով հունվարի 1-ին էլ Զովունի Եղվար ճանապարհին բախվել են Հոնդան եւ ՎԱԶ 2121-ը։ Բախման հետևանքով էլ Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ Հոնդան մասամբ հայտնվել է երթևեկելի գոտում։ 3 հոգի, այդ թվում 2 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկներն ու փրկարարծառայության Եղվարդի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Բժիշկները վիրավորներին, որոնցից 2-ը երեխաներ են, անչափահասներ, մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Լոռու մարզում բնակավայրի մոտ նկատված կովկասյան ազնվացեղ եղջերուները գտնվում են պետական պահպանության ներքո եւ հսկվում են ռադիովծկապով։ Քաղաքացիներին կոչ է արվում չմոտենալ, չկերակրել եւ չխոչընդոտել կենդանիների բնական տեղաշարժին։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում նախատեսված է մինչեւ 15 միլիոն դրամի վնասի փոխհատուցում եւ քրեական պատասխանատվություն։